Բարև ձեզ, այսօր զրուցաշարի 30-րդ հաղորդումն է։ Հարգելիներս, բաժանորդագրվեք ալիքին, չմոռանաք բարոյական աջակցության համար սեղմել հավանել կոճակը և իհարկե գրել մեկնաբանություն։ Դրանով այդ քայլով կակտիվանա առավել հաղորդաշարը և ավելի շատ հաղորդումներ կկարողանաք ունկնդրել, ակնտրել։ Այսօրվա թեման ընտրել եմ ֆրանսիական գրականությունից։ Մի շատ հետաքրքիր իմաստուն խոսք կա. միայն ժամանակն է որոշում գրականության և գրողի ճակատագիրը, և հենց այդ ժամանակն էլ անմահություն է պարգևել ֆրանսիական դասական գրող Ֆրանսուଆ Ռենե Շատոբրյանին։ Նրան համարել են մեծ գրող ողջ Եվրոպայում, կարելի ասել նաև աշխարհում, միայն խորհրդային երկրում կարծեք թե մոռացության էր մատնվել այս անունը։ Ով է Ֆրանսուଆ Ռենե Շատոբրյանը։ Ասացինք, որ դասական գրող է, ազնվականության ներկայացուցիչ։ Նրան բարձր են գնահատել այնպիսի խոսքի և գնահատանքի, մեծարանքի ժլատ անձնավորություններ, ինչպիսիք են Նապոլեոն Բոնապարտը, Վիկտոր Հյուգոն։ Հյուգոն իր օրագրային գրառումներում գրում է. լինել Շատոբրյան կամ ոչինչ, այսինքն նրա փափագն է եղել Շատոբրյանի նման օժտված տաղանդավոր գրող։ Իսկ Նապոլեոն Բոնապարտը սկզբնական շրջանում կարծեք թե չէր ընդունում Շատոբրյանին, պատճառաբանելով նրա գաղափարախոսությունը, իսկ մենք գիտենք, որ Շատոբրյանի հավատամքն էր քրիստոնեության ջատագովումը, որ ողջ եվրոպական քաղաքակրթության զարգացման միակ խթանիչ ուժը քրիստոնեական դավանանքն է։ Բայց հետո, ինչպես գրված է Անդրիշիմյան գրառումներ գրքում, հիմա այդ հատվածը ձեզ համար ընթերցեմ, հիմա ավելի ուշ նա զղջում էր իր մոլորության համար, վերադարձը կրոնական գաղափարներին իր հետ բերեց իրավական միապետության գաղափարները։ Անվերջ վիճող, երբեմն նաև երկմտող Նապոլեոնը կյանքի վերջում հայացքը դարձրեց դեպի կրոնը, հավատը։ Այդ մասին են վկայում նրա խոսքերը. «Այո, պարոն, ինչ էլ ասեք, ժողովրդին անհրաժեշտ են կրոն և ամենակարևորը, գլխավորը հավատ»։ Հուշադրվակ Վոլնեի հետ զրույցից նույն Անդրիշիմյան գրառումներ գրքի ծանոթության հատվածից։ Նապոլեոն Բոնապարտը գտնում էր, որ ժողովուրդները անցնում են, գահերը փլվում են, մնում է միայն եկեղեցին։ Պետք է ասեմ, որ Շատոբրյանին բարձր է գնահատել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահը Վաշինգտոնը։ Ամենուր գնահատվել է գրող Շատոբրյանը միայն խորհրդային երկրում, նրան չեն ընդունել, ըստ անժանվույն չի ներկայացվել, այլ եթե խոսվել է այդ հեղինակի մասին, ապա միայն այլ որակումներով, բնականաբար հետադիմական գաղափարներ կրող։ Պատճառը Շատոբրյանի գաղափարներն էին, և նա մերժում էր հեղափոխությունը, գտնելով, որ հեղափոխությունը ժողովրդի մի թշվառ վիճակից փոխարինում է մեկ այլ թշվառ վիճակով, այսինքն բարեկեցություն չի խոստանում որևէ հեղափոխություն, և գտնում է, որ այո, միայն ու միայն իր հիմնավոր դատողություններով նաև ապացուցում է, որ մարդկության փրկության հույսը քրիստոնեությունն է։
Շատոբրյանի ստեղծագործությունները բնականաբար իր գաղափարների, հայացքների, հիասթափությունների, ոգևորությունների արտահայտությունն են։ Պետք է նշեմ, որ չի թարգմանվել նաև հայերեն լեզվով նրա գործերը, միայն անկախացումից հետո արդեն կարելի էր հանդիպել Ռնե Աթալա վիպակների հայերեն տարբերակը։ Խոսելու ենք այս երկու գործերի մասին։ Աթալա վիպակը, երբ հրատարակվեց, անմիջապես մեծ հռչակ բերեց Շատոբրյանին, որովհետև այստեղ առանցքային էր շատ կարևոր մի գիծ՝ սեր, այն էլ անձնուրաց սեր։ Ընդ որում այս վիպակում սեր առ հավատքը և սեր առ սիրելի անձնավորությունը։ Ընդ որում վիպակը կազմված է առանձին վերնագրեր ունեցող հատվածներից։ Ամերիկյան հնդկացի Շակտասը իր դրամատիկ սիրո մասին է պատմում ֆրանսիացի Ռնեին, որը եկել էր Լուիզիանայի անտառները։ Շակտասի հայրը զոհվում է ամերիկյան այս հնդկացիների ցեղամիջյան կռիվների ժամանակ, և Շակտասին որդեգրում է իսպանացի Լոպեսը, ասեմ, որ նա Սենտ Օգյուստեն քաղաքում էր գտնվում, բայց ճիշտ է, հայրը, որդեգիր հայրը իր որդու նման խնամում է, սիրով, գորովանքով մեծացնում է Շակտասին, այնուամենայնիվ Շակտասին ձգում է իր ցեղակիցների, իր անտառների այն կյանքը, որին որ ինքը սովորել էր, այսինքն նա ձգտում էր դեպի իր բնօրանը և մեկ օր հեռանում է այդտեղից և արդեն նրան մենք հանդիպում ենք այդ Լուիզիանայի անտառներում, բայց այստեղ նա գերի է ընկնում Մուսկա գուլգների կողմից և առաջնորդը պատրաստվում է մահապատժի ենթարկել Շակտասին, սակայն կատարվում է անսպասելին, գիշերը առաջնորդի դուստրը Աթալան գաղտնի քանդում է կապերը և միասին փախչում են անտառները, պատսպարվում հսկա ծառերի տակ, աննկատ այս երկու երիտասարդների սիրտը գրավում է սերը, նրանք սիրում են միմյանց, սակայն հանդիպում են մի փակուղու։ Պարզվում է, որ Աթալան ունի գաղտնիք, նա ևս որդեգիր է, մուսկագուլգների առաջնորդը որդեգրել է նրան և նա քրիստոնյայի զավակ է, դեռ ավելին, մայրը լինելով հավատարիմ քրիստոնյա, իր դստերը ուխտել է տվել, որ ամբողջովին պետք է նվիրվի Աստծուն և դառնա միանձնուհի, և այդ փակուղին է կանգնած Աթալայի առջև, նա չի կարող դրժել ուխտը, նաև չի կարող ամուսնանալ սիրելիի հետ, և ահա ինքնուրույն վճռում է ինքնասպան լինել և կարծես թե այդպես գտնելով հարցի ճշմարիտ լուծումը, ոչ մեկի հետ չխորհրդակցելով նա թույն է խմում, միայն մահամերձ արդեն դողդողացող շուրթերով սիրելիին Շակտասին հորդորում է, խնդրում է, որ նա մենակ չմնա, ընդունի քրիստոնեությունը, որովհետև այս դավանանքում, այս կրոնում մարդը երբեք մենակ չի մնում։ Մահանում է Շակտասը հայր Օրբիի հետ թաղում է Աթալային և հետո, ինչպես մենք տեսնում ենք, նա ընդունում է քրիստոնեությունը անսալով սիրելիի փափագին։ Այստեղ հետաքրքիր է շատ հայ Օրբիի կերպարը, նա Ռնե Շատոբրյանի գաղափարախոսն է, այսինքն վայրի ցեղախմբերում քրիստոնեություն է ուզում տարածել, դա է իր մեծ առաքելությունը։ Եվ երբ Շակտասը հարցնում է, որ ինքը քրիստոնյա չէ, կարող է լսել այդ զրույցները, քարոզները, ահա ինչ է պատասխանում հայր Օրբին. «Ես ձեզ հարցրել եմ ձեր հավատքի կրոնի մասին,
Քրիստոսը չի ասել իմ արյունը կմաքրի կլվանա այս մեկին եւ ոչ այս մեկին, այլ ես նահատակվեցի հրեայի եւ հեթանոսի համար։ Նա բոլոր մարդկանց համարում էր, նայում էր որպես միայն եղբայրների, դժբախտների, տառապյալների։ Այնուհետև նա ասում է, որ զարմանում է եւ ապշում է Աթալայի շտապողականության եւ անխոհեմ քայլի համար։ Այդ մասին իր խոհերն է կիսում Շակտասի հետ, թե ինչու չի դիմել բարի Հովվի, չի պատմել իր ապրումների մասին եւ միայն հայր Օրբուի բացատրելուց հետո նա կարող էր նորից վերադառնալ իր ցեղակիցների մոտ։ Գիտեք, հետաքրքրին այն է, որ Աթալան իր այս քայլով մտածում էր, որ ինքը կատարել է ճիշտ քայլ, չմտածելով, որ քրիստոնեությունը այս դավանանքը չի պահանջում մարդկային զոհեր, ինչպես Սուրբ Գիրքն է ասում է ողորմություն եմ կամենում եւ ոչ զոհ, որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Սա հատված էր Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 13-14 հատված։ Մարդը ամբողջ կյանքում փնտրում է երջանկություն եւ հենց այս մեր հերոսուհին իր երջանկությունը կարծեք թե գտնում է այդ քայլի մեջ։ Նա թեև այսօրվա երիտասարդության համար դա համարվում է պարզունակ եւ անխոհեմ, բայց այն տարիներին ասացի, որ այս Աթալա վիպակը երիտասարդության անբաժան մասն էր։ Նրանք օդը կարծես թե լցված էր Աթալայով։ Մենք Շակտասին հետո հանդիպում ենք արդեն մեկ այլ Ռնե վիպակում, ասացինք, որ Շակտասը ընդունում է քրիստոնեությունը։ Այս Ռնե վիպակը հրատարակվել է քրիստոնեության հանճարը գրքի կրքերի խառնաշփոթություն գլխում։ Շատոբրյանը պատմում է իր ժամանակաշրջանի մասին, գրում է. մենք ապրում ենք լի սրտերով դատարկ աշխարհում եւ ոչնչից չկշտացած արդեն հագեցած ենք ամեն ինչից։ Ռնեյում առաջին անգամ գրողը ներկայացրել է իր ապրած տարաշրջանի 19-րդ դարի, մասնավորապես հեղափոխական ժամանակաշրջանի երիտասարդների հոգեկան աշխարհը, այս հեղափոխություն կոչվածից ավելի շատ տուժվում է երիտասարդությունը, չէ՞ որ նրանք ունեն ծրագրեր, երազանքներ, նպատակներ, իղձեր եւ կարծեք թե այս հեղափոխությունը գալիս եւ գլխիվար շրջում է այդ բոլորի իրականացման հնարավորությունը եւ երիտասարդության մի զգալի հատված ընկնում է անկումային տրամադրության մեջ, նրանց իշխում է տրտմությունը, թախիծը, նրանք հիասթափությունը, հուսալքությունը եւ սրա հետ միասին նրանց համակում է արդեն ծուլությունը, նրանք տառապում են անհասցե ցավից, անհասցե վշտից եւ հենց Շատոբրյանն էլ նշում է, որ այդ ժամանակաշրջանում կար դարի անհասցե, անառարկա վիշտ։ Պետք է նշեմ, որ այդ ժամանակ վիպագիրներից ոչ բոլորն էին այդ բոլորը, այդ անտեսանելի հիվանդությունը նկատում եւ դրա մասին արծարծում, արտահայտում իրենց գրքերում, իրենց ստեղծագործություններում։ Եվ ահա կերտում է Շատոբրյանը մի կերպար, տիպիկ հենց այդ ժամանակներին։ Ռնեն է դա։ Ռնեն ասեմ, որ իրադարձություններով հարուստ չէ այս վիպակը։ Ռնեն իր հոգու գաղտնիքներն է պատմում Լուիզիանայի անտառներում ապրող հնդկացիներին, թեև երկար տարիներ թաքցրել է դա, պատմում է, որ նա ապրում է հեռու մարդկային հարաբերություններից, ապրում է իր որդեգիր հոր Շակտասի եւ Ռոզալի ամրոցի միսիոներ հայր Սուելի հետ։ Եվ պատմում է, որ ծննդյան օրից դժվար կյանք է ունեցել, մայրը անմիջապես մահացել է, շատ վաղ է մահացել եւ նա ընկել է սառ, նա սիրտ,
կոպիտ հոր, այսպես ասած իշխանության ներքո չտեսնելով սեր, գորովանք եւ թողնում հեռանում է այնտեղից նա այդ իր իսկ հայրենիքում ռնեն իրեն օտար է զգում եւ հեռանում է եւ հոր մահից հետո նա մեկ-մեկ այցելում այդ ամրոցը որտեղ որ ապրում է քույր Ամելին եւ Ամելի հետ զրուցում է ընդ որում այս զրույցների ընթացքում նա հոգու խաղաղություն է ստանում որտեղ խոսում են կրոնից բնությունից բայց այնքան կարծրացած էր նրա սիրտ, այնքան խորն էր այդ հիասթափությունը, այդ անգործնակ վիճակը, ծուլությունը այնքան խորն էր, որ այդ սերմերը, որոնք որ ցանում էր քույրը, այդ քրիստոնեական դավանանքի այդ ճշմարիտ խոսքերը, հավատքը, այնտեղ ինչպես Սուրբ գրքում մենք տեսնում ենք, պարարտ հողի վրա չէին ընկնում եւ որևէ արդյունքի չի հասնում։ Նա մնում է նույն այդ մակարդակում, այսինքն նա անառարկա ցավ ունի, անառարկա վիշտ, անհասցե թախից եւ պատմում է իր այդ հոգու տանջանքների, տվայտանքների մասին, ասում է. Ես աշխատեցի նսեմացնել իմ կյանքը, որպեսզի այն համապատասխանեցնեի հասարակության մակարդակին, ամենուր ռոմանտիկ ոգով ամոթահար իմ խաղացած դերից, ավելի ու ավելի զզվում էի առարկաներից ու մարդկանցից, եւ ես որոշեցի հեռանալ մի արվարձան անխռով ապրելու համար։ Ահա, նրա նպատակն էր ապրել անխռով, կտրված մարդկանցից, կտրված մարդկային հարաբերություններից։ Այսինքն ինքն իրեն դատապարտում է մենակության, բայց չհասկանալով այնտեղ, որտեղ որ Աստված չկա, այդ մենակությունը արդեն դժոխքի է նման։ Եվ նույնիսկ ինքը մտածում է, որ այսքան չունեմ ոչ մի բարեկամ այդքան բնակեցված տանիքների տակ։ Եվ երբ ուշի ուշով հայր Սուելը լսում է նրա պատմությունը, տալիս է շատ հստակ պատասխան։ Գիտեք, հիմա մի մակվարկյան, ահա, գիտեք պարոն, այս պատմության մեջ ոչինչ արժանի չէ այն կարեկցանքին, որ ձեր նկատմամբ ցուցաբերում եմ այստեղ։ Ես տեսնում եմ քիմերային համառությամբ մի երիտասարդի, որին ոչինչ դուր չի գալիս, եւ որը խուսափել է հասարակության բեռից հանձնվելու համար անօգուտ խորհրդածությունների։ Պարոն, աշխարհին նայելով մի գարշելի օրվա քողով, բոլորովին էլ մարդու հպարտությունը չէ։ Հերվից նայելով չեն ատում մարդկանց եւ կյանքը։ Տարածեք մի քիչ ավելի ձեր հայացքը եւ շուտով կհամոզվեք, որ բոլոր ցավերը, որից դուք գանգատվում եք, գալիս է ձեր թուլությունից։ Եվ Շակտասը, որ արդեն, ինչպես մենք նշեցինք, արդեն կայացած քրիստոնյա է, շարունակում է Սուելի միտքը։ Այո, պետք է, որ դու հրաժարվես այդ անսովոր կյանքից, որը միայն հոգսերով է լի, միայն բանուկ ուղիներում կարելի է գտնել երջանկությունը, այսինքն միայն մարդկանց հետ հարաբերվելիս, մարդկանց շրջապատում դու կարող ես գտնել այն, ինչ որ փնտրում ես, ոչ թե այն մենակության մեջ, որտեղ բացակայում է Աստված։ Ահա Շատոբրյանը այս վիպակում ցույց է տալիս, նշեցինք, իր ապրած դարաշրջանի հիվանդությունը։ Գրում է. ամենուր լսվում էին հառաչանքներ, միայն խոսքը գնում էր թաքնված վշտերի, ողբերգությունների, քամիների եւ փոթորիկների մասին, որոնք պարզ էին ամպերին եւ գիշերին։ Հիմա էլ չես գտնի ալարկոտ աշակերտի, որ չէր երազի լինել ամենադժբախտ մարդը, չես գտնի 16-ամյա պատանու, որը չէր լիանա կյանքով եւ չէր պատկերացնի իրեն տառապողի, տանջվելով սեփական հանճարով, ընդ որում կարծեցյալ հանճարով, որ ալեկոծ մտքերում չտրվեր կրքերի խառնաշփոթությանը եւ չզարմացներ հիմարներին վշտով, որին
ոչ իրենք, ոչ նույնիսկ ինքը անգամ անուն չէր կարող տալ։ Հատված Անդրեշիրիմյան գրառումներ գրքից։ Եվ այսպես անառարկա վիշտ, անհասցե թախից, չհասկացված մարդ, չըմբռնված, չգնահատված հանճար, մարդ, որ ոչինչ չի տալիս հասարակությանը մարդկանց եւ պահանջում է ավելին։ Թերևս այս օրերին էլ խիստ արդիական միտք է այս միտքը, այս պատկերացումը, այն ինչ որ նշվեց։ Այդ մարդը գերի էր իր իսկ օրինած ցավերին, վախին, գերի կարծեցյալ տաղանդին։ Եվ հիմա ի վերջո որն էր Շատոբրյանի ասելիքը։ Նա եւ այդ գրքերում Աթալա եւ Ռնե եւ քրիստոնեության հանճարը գործում իր հավատամքը նորից ի ցույց է դնում ընթերցողին։ Եզրահանգում է քրիստոնեությունը աշխարհի ապագան է։ Այդ գիրքը Ռնեն լույս է տեսել, ընծայվել այն ժամանակ, երբ տաճարները քանդված էին։ Գրում է. հավատացյալները իրենց համարեցին փրկված։ Այս ժամանակ մարդիկ հավատի կարիք ունեին, կրոնական գթասրտության, կարեկցանքի, որոնցից երկար տարիներ զրկված էին։ Այդ մարդիկ կոտրված սրտերով, որփացած լքված հոգիներով կանչում էին Աստծո աջը, որպեսզի հրաշքը կատարվեր, բժշկվեին այս բառի ուղղակի եւ փոխաբերական իմաստով։ Բոլորը շտապում էին Աստծո տաճարը, ինչպես վազում էին բժշկի տուն, երբ ինչ-որ մեկը ծանր հիվանդ էր։ Խառնաշփոթության զոհերը, ըստ որում դա առաջացել էր հեղափոխությունից առաջ եւ հետո, ամենաբազմազան փրկվում էին հավատքով, այլևս պատանի ուղեղները դադարեցին հենակետային համարել աթեիզմն ու մատերիալիզմը։ Աստծո գաղափարը հոգու անմահությունը վերստին ձեռք բերեց իշխանություն մարդկանց վրա։ Այստեղից էլ բազմակի փոփոխությունները իրար հետ կապված գաղափարների շղթայում մարդիկ այլևս չէին քարանում, ընդարմանում սնոտիապաշտական վախով կրոնի հավատքի առջև։ Հատված Անդրեշիրիմյան գրառումները գրքից։ Այս մեր ժամանակներում էլ ակնհայտ է քրիստոնեության կարևորագույն դերը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում։ Բարեկամներ, եթե ձեզ հետաքրեց Շատոբրյանի ստեղծագործությունը, կարող եք գրախանութներից վերցնել գրքերը կամ ընթերցել այս գիրքը, որտեղ առավել հանգամանորեն ներկայացված է Ֆրանսուଆ Ռենե Շատոբրյանի ստեղծագործությունը։ Ցանկության դեպքում կարող եք անձնական նամակով հղում անել։ Շնորհակալություն։